նայեցեք նրանք ովքեր զրկել են մարդկանց ազատությունից եւ իրենց պաշտոնական դիրքը չարաշահել են, այլ գործեր են կատարել, նրանք ինչպես օրինաչափություն ցեղով, տոհմով ոչնչանում են։ Եթե ինչ որ քննիչի թվում է, որ Սրբազանին փորձեցին հեղինակազրկել քերակնոջով, լայն օպերացիա ծավալեցին, հիշում եք Մանվել Գրիգորյանի Տուշոնկա օպերացիա, որը հետո պարզվեց, որ ԱԾ-ի պատվալում է նկարահանվել, բայց ժողովուրդը մի քանի տարի ապրեց այդ շոուով, հետո հասկացավ, որ ժողովուրդը հիմա ամոթից լռում է։ Բայց այդ լռության մեջ մենք կորցրեցինք Շուշի ու Արցախ։ Հիմա քերակնի օպերացիա, վեհապարի երեխա, բալավ այդ երեխան խիչ ու դուրս գալիս, ասում ես վեհապարի երեխան եմ։ Աշակ Սրբազանի գործը, որը կարում են նրան։ Մի րոպե, ես հասնում եմ նրան, ես գիտեմ, իմ նկատմամբ շատ գործեր են կարել, ես գիտեմ ինչպես են այդ գործերը կարվում։ Երբ ես ասել եմ ժողովուրդ հայոց, ազգ հայոց, այսինքն հայերի ազգ, հայերի ներկայացներ, ռազմական հեղաշրջում կատարեք, իմ նկատմամբ քրեական հետապնդում են արել։ Եվ գիտեք ինչ կա, իմ պահանջը, որ կատարել լեզվաբանական փորձաքննություն, ինչ է նշանակում հեղաշրջում եւ ինչ է նշանակում ռազմական, չեն կատարել, բայց քրեական գործը հարուցեցին, 3 տարի իս դատեցին։ Եվ այդ դատողը պատասխան է տալու, քննիչը պատասխան է տալու, դատախազը պատասխան է տալու։ Դուք կարծում եք վերջացավ ամեն ինչ։ Դուք դատավոր կարծում ես Սրբազանին կանոնավորես դրանով դու ավարտվելու ես, ոչ։ Ախր դու մի օր քո երեխայի երեսին շղկացնելու են, օրինակ համար ես գիտեմ, որ 30 թվականին մեծ կուլակաթափ են արել իմ ընտանիքը, եւ պապս բանակից հայնական պատերազմից եղել է, հայրս հարցել է, տատ ասում էր պապան եկավ հաց է բերելու, հաց բերել է, սոված եմ պահել։ Ասել դուք հարուստ եք, դուք կունենաք։ Ես մինչև այսօր գիտեմ այդ տոհմի ներկայացուցիչներին, ովքեր հետապնդել են, ովքեր վատ են վարվել իմ ազգի ներկայացուցիչ եւ ամեն անգամ ասելուց թքում եմ նրանց երեսին։ Ձեր երեխաների երեսին էլ են թքելու։ Դպրոցում, փողոցում, ամեն տեղ։ Բայց չեն թքի, եթե դուք մարդ մնաք։ Օրինակ ես հանդիպել եմ դատավոր քննիչ, որոնք մարդ են մնացել։ Եվ մինչև մել հարգանքով եմ իրենց անունը արտաբերում։ Բայց նրանք ովքեր մարդ չեն մնացել, ես նրանցից վրեժ եմ լուծելու։ Եվ այդ վրեժը լինելու է օրինական վրեժ։ Աստծու կողմից ինձ տրված օրենքի վրեժ։ Հիմա նայեցեք, եպիսկոպոսին, թեմի առաջնորդին, բարձրագույն մի քանի կրթություն ունեցած մարդուն ասում են, գիտես ինչ կա, հակակաթողիկոսական շարժման ժամանակ դու ինչ-որ մեկի գրպանը նարկոտիկ ես գցել։ Քանի տարի առաջ է դա եղել։ 7 տարի առաջ։ Եվ այդ 7 տարի առաջ այդ հանցագործությունը դուք թաքցրել եք եւ այսօր բացահայտում եք։ Հասկանում եք։ Իմ դեմ ցուցմունք է տվել միլիցիոները, անօրինական։ Ցուցմունք է տվել միլիցիոներ։ Երբ նայում եմ աչքերին, ոստիկանության սպան աչքերը թաքցում, ասում եմ կներես, ես չէի կարող, ինձ ասեցին։ Բալավ քննիչ, դու չես ամանչում։ Քրեադատավարական օրենսգրքում կա հոդվածներ, 12 կետ ունի այդ հոդվածը։ Անօրինական ձեռք բերված ապացույցների համար քննիչը, դատախազ եւ դատավորը պատասխան են տալու։ Եթե ինչ-որ նիկոլական աղբ, ես նիկոլականներին աղբ եմ ասում, Նիկոլին պաշտպանողը չի կարող լինել մարդ։ Հասկանում ես, անալիտիկ մտածողության մարդ, եթե այդքանից հետո նա Նիկոլ է պաշտպանում, ուրեմն նա ինչ-որ հոգեբանության եւ գիտակցության հետ խնդիրներ ունի։ Հիմա ասեմ, ինչ-որ մեկը գնացել գրել է։ Այսինքն նա 7 տարի հանցագործություն թաքցրել է, ինչի՞ չէ քրեական գործ հարուցում հանցագործություն թաքցնելու համար։ Կամ քանիչ, եթե իմացել ես, ինչու՞ չես այն ժամանակ քրեական գործ հարուցել։
Կամ ինչ ապացույցներ եք բերելու, որ նա դա արել է։ Ինչ որ մեկի զրպարտությունը, Հիմա այնքան շատ են 50,000 դրամով Նիկոլին ծափ տվողները։ Դուք չեք պատկերացնում ինչքան շատ են։ Եվ որ խոսացում եք, նրանք կյանքի խոսք աղանդից են։ Կամ ինչ որ մի այլ աղանդներից։ Հասկանում եք։ Եվ հիմա ինչ որ մեկին բերել են քրեական, գիտեք 3 ամիս է քերակնոջ պատմությամբ չկարողացան կոտրել մարդուն, վեհապարի դեմ հարձակումներով չկարողացան կոտրել մարդուն, դավաճան եպիսկոպոսներով չկարողացան կոտրել մարդուն, ինչ են անում։ Քրեական գործ, որը ապացուցելի չէ։ Ապացուցելի չէ, հետո գիտեք քննիչը ինչ է անելու։ Այսօրվա դատավորն ով էր, ներեցեք։ Մելքոնյան։ Գիտես, երբ ես դատավորին, քննիչին հարց տվեցի, ասի դու հանցագործություն ես կատարում, ասես հանցագործություն եմ կատարում, թող դատավորը որոշում կայացնի։ Այսինքն հիմա բոլոր քննիչներն ասելու են, եթե ես սխալ էի, թող դատախազը քրեական գործը մերժեր, թող դատավորը քրեական գործը մերժեր արդարացնել, եթե ես սխալ էի։ Այսինքն քննիչին պատվեր են տալիս, ինքը հանցագործություն է կատարում, բայց պատասխանը դուք եք տալու։ Դատախազ եւ դատավոր դուք եք տալու։ Եվ եթե ինչ որ մեկին թվում է, որ պատասխան չեն տալու, սխալվում եք։ Ես ուզում եմ ուղղակի 185 Եժովյան քննիչներից 92%-ը վրեժի արդյունքում ոչնչացվել են։ Հասկանում եք։ Վրեժի արդյունքում ոչնչացվել են։ Հայրենական մեծ պատերազմից հետո տեղի ունեցավ սպանությունների շղթա, որոնց նկատմամբ քրեական գործեր դադարեցրեցին։ Գիտեք, ազգականները սպանում էին բոլոր այն դանոշչիկներին, անանիմ կա գրող դանոշչիկներին, ովքեր ում գրած զրպարտանամակի պատճառով կալանավորել էին, աքսորել էին, գնդակահարել էին իրենց հարազատներին։ Սովետական միությունում այդպիսի սպանություններ եղել է 300,000։ Այսինքն մարդիկ իրենց ազգականների, տանջանքների, գնդակահարությունների 15 տարի աքսորում գտնվելու, տանջվելու, առողջությունը կորցնելու համար վրեժ էին լուծում բոլոր զրպարտիչներին։ Հայաստանի Հանրապետությունում այդ զրպարտիչներին կարելի է մատների վրա հավաքել։ Եվ նրանց բոլորի ճակատին խարազանված է դավաճան Կապիտուլյան Ստախոս Նիկոլի անունը։ Եվ բոլորը պատասխան են տալու։ Եթե արքիեպիսկոպոսին կալանավորում ես, Նիկոլ, դու ոչնչացված ես։ Իհարկե դու ոչնչություն ես եղել, պարզապես թուրքական ապրանք ոչնչություն։ Բայց երբ դու կալանավորում ես եպիսկոպոսներին, դա նշանակում է, որ դու ստացել ես հրաման չկատարելու դեպքում դու չես լինելու, դու չես կարողանալու եկեղեցին կոտրել։ Ես կոչ եմ անում վեհապարին, բոլոր դավաճաններին հեռացրու եկեղեցուց։ Այսօր հայ ժողովուրդը առավել քան երբևէ քո կողքին է, քո թիկունքին է, աղոթում է քո համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը շոուներ է ստեղծում, հասկանում ես, մարդկանց կանչում է 1000 հոգի եկեղեցի պատարակի, գալիս է 50 հոգի, այն են միայն աղանդավորներ և պաշտոնյաներ։ Երբ շիշ բռնողի եղբորը հարցնում են ով է քեզ կանչել, ասում են Նիկոլ Փաշինյանն ինձ կանչել պատարակի։ Դա հասկանալի է, չէ։ Եվ եկեղեցում, որտեղ 200 մարդ կարող է կանգնել, 150 հոգին հատուկ ծառայությունների, ոստիկանությունների ախրանիկներն են, բայց մի քանի ինքնահոս զոհ կանայք, իսկական հայ կանայք գոռում են վեհապարի անունը և Նիկոլին դավաճան են ասում։
Դավաճան կապիտուլյանց սրիկա են անվանում, եկեղեցուն։ Հասկանում եք։ Ինչքան հզոր է հայոց ոգին, հավատը եւ հայ միայնակ կինը, ով դուրս է եկել իր սրբության սրբոցը պաշտպանելու համար։ Մի քանի օր առաջ ես նայեցի Կետմիի, դա հատուկ Իսրայելի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարն է եղել, որ քաղաքական շատ լավ վերլուծություններ է կատարում, հանճարեղ խոսք ասեց. հայ ժողովրդի ամենամեծ գանձը դարերով բերված իր եկեղեցին է։ Նիկոլը անգամ դա է ուզում կործանել, հանուն նրա, ինչ իրենից պահանջում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Եվ եթե ինչ-որ մեկը, ֆեյքերը շատ են, իհարկե ֆեյքերը ակտիվացել են, ինչ-որ մեկը լռում է, անտարբեր է, նա իր զավակների, երեխաների և իր դագաղի մեղն է մեղում, առանց հայոց եկեղեցու, առանց հայոց բանակի, առանց Արցախի, առանց մեր պատմության, առանց Արարատի սարի, մենք ոչինչ ենք։ Իսկ Նիկոլը ոչնչացրել է բանակը, ոչնչացրել է Արցախը, ոչնչացրել է Արարատ սարի սրբությունը, հայոց ցեղասպանության ոգին, վրիժարության ոգին ոչնչացրել է, հիմա ոչնչացնում է հավատը, որպեսզի իր տականքներով, իր քպայականներով, ես ինչու եմ քպայականներին անվանում թուրքական ապրանք, որովհետև քպայի լոգոն 1900, եթե չեմ սխալվում, 73 թվականին Մեջլիսի կողմից, թուրքական Մեջլիսի կողմից ընտրված տեղական արտադրության լոգոն է։ Այսինքն արտադրված է Թուրքիայում։ Նիկոլը եւ նիկոլականները արտադրված են Թուրքիայում։ Եվ ապագա կա լոզունգը, այդ կոչը նույնպես թուրքական Վաթան հայերենիք կուսակցության լոզունգն է, գելեչեք վար, գելեչեք, ապագա կա ապագա։ Այնպես որ թուրքական ապրանքը թուրքերի համար կործանում է հայոց եկեղեցին։ Եվ եթե ինչ որ մի հայ այդ մասին չգիտի, դա ինքը հայ չէ, բայց ստերը շարունակվում են։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ստում է, որևէ մի հայտարարություն է անում ազգային ժողովում եւ մարդիկ, խելացի մարդիկ գնում հանում են պատմական փաստերը եւ ցույց են տալիս, որ Նիկոլ դու հերթական անգամ ստեցիր քո թալանը, որ պետական բյուջեին 8 միլիարդ պարկ ես ավելացել, շուտով կդառնա 9 միլիարդ պարկ, դու Ես այդ մասին մենակ Շիրակի թեմում ես նշեցի, որ դեսպանատներին մերժել են, ինչու մենակ ԱԱԾ-ն։ Շիրակի թեմի քահանային մոտեցել է համալսարանի ռեկտորը, նիկոլական այդ համալսարանի ռեկտորը, որը ինձ թվում է գյումրեցի չի, եթե իրեն արմատները մենք հանենք, ապա կտեսնենք, որ նա 1920 թվականի արդյունք է, ժառանգորդ է 1920 թվականի, եւ թուրքերը կարճ ժամանակ օկուպացրել են Գյումրին, ես չգիտեմ, բայց կասկածում եմ այդ մասին, եւ ինձ թվում է, որ գենետիկական ստուգում պետք է անցնի այդ մարդը, մոտենում է քահանայի եւ պահանջում է, որպեսզի գիտես ինչ կա, վեհապարի անունը չտակ։ Հետո ես լսել եմ այն բացատրությունը քահանայի, որ իրեն մոտեցել է համալսարանի ռեկտորը, բայց մամուլում տեղ գտավ նաև, որ ԱԱԾ-ն է մոտեցել, իհարկե ԱԱԾ-ն հիմա ամբողջովին լծված է Աննայի եւ Նիկոլի քաղաքականության մաքսազերծմանը եւ ռեկետին, տնտեսական ռեկետին է լծված եւ ամեն ինչ անում է, որպեսզի պետությունը վերջնականապես դնի թուրքերի ոտքերի տակ եւ հենց այնպես չի, որ 1921 թվականին Գորիսի Տաթևի գազալցակայանում մի հատ գորիսեցի հանճարեղ խոսք ասեց ԱԱԾ գրած թիկունքին գրած մի քաղաքացու, ասեց այդ նշանակում է ադրբեջանական ազգի ծառաներ, հա Եվ դա տպավորվել է իմ մեջ, իրականում դուք ադրբեջանական ազգի ծառաներ եք։ Այո, քահանան մերժել է այդ մասին հայտարարություն կատարեց եւ մամուլը հրապարակեց իր հայտարարությունը
Եվ անգամ ռեկտորը երբ ստել էր, դե իհարկե նիկոլականների համար սուտը դա առօրեական է, առօրեական, գիտեք ինչ կա, իրենք ակնառու փաստը կարող են սուտ ներկայացնել եւ չամաչել, որովհետեւ իրենք քաղաքական կապիտալը միայն սուտն է, խաբեբայությունը մանիպուլյացիան։ Հասկանում եք։ Եվ քահանաները մերժել են, ընդ որում իմ ունեցած տվյալներով 12 եկեղեցի են գնացել եւ 12 եկեղեցու քահանաները մերժել են եւ ասել են հանգիստ թողեք եկեղեցուն։ Մենք ունենք մեր կանոնակարգը, պատարագը ունի իր կանոնակարգը։ Եվ կփոխվի կանոնակարգը, կփոխվենք նաեւ մենք։ Մենք հովվապետ ենք, մեր հոտը պետք է տանենք եկեղեցու կանոններով։ Ես խոսեցի քահանաներից մեկի հետ, որին վախեցրել են, որ քրեական գործ կհարուցեն, ինքը մի շատ հետաքրքիր բան է ասել։ Ասել է մենք բոլորս կապանքների մեջ ենք, մեր մարմնի մեջ, մեր հոգին մեր մարմնի մեջ կապանքների մեջ են։ Դա այդ կապանքները որտեղ են գտնվում, եկեղեցում, տանը, թե բանտում, մեր հոգին ազատ է, հոգին չեք կարող կապանքել։ Եկեղեցականը քահանաները եւ եպիսկոպոսները ձեր հոգին մի վաճառեք սատանային, մի վաճառեք թուրքին, մի վաճառեք։ Հասկանում եք։ Մի վաճառեք։